Աշխարհի տարբեր երկրներից Երևան են ժամանել 250 սփյուռքահայ մշակութային գործիչներ կիսվելու փորձով։ Կազմակերպիչների խոսքով համաժողովը նպատակ ունի այս կերպ նպաստելու Հայաստանի եւ Սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացմանը, հայկական մշակույթի ու արվեստի միջազգային հարթակներում ներկայացմանն ու առաջ մղմանը։ Գաբը հաստատելու Հայաստանի հետ։ Հայաստան, որ շատ մեծ պոտենցիալ կներկայացնի հանք կներկայացնի մշակույթի եւ արվեստի վրա։ Եվ սփյուռքներ, որտեղ մեկ հատ սփյուռք չկա, սփյուռքներ կան, սփյուռքներ, որ բանջկը գարիք ունին հայ մնալու համար ընդհանուր լալու այս մշակույթի եւ արվեստին։ Երկօրյա համաժողովին տեղի են ունեցել բազմոլորտ քննարկումներ, պանելային նիստեր, թեմատիկ աշխատաժողովներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ ու մշակութային այլ միջոցառումներ։ Մշակույթն ու արվեստը բացի աշխարհասփյուռ հայերին մեկտեղելուց Կիրկոր Աշտերխանյանի բնութագրմամբ ունի առավել մեծ ուժ։ Այս ընդհանուր ծրագիրին ամենակարևոր հարցը Հայաստանի հայկական պետությունը զորացնել։ Ինչու՞ չէ Տիվանակետանգան գողբեն մշակույթը կորզածել իշա Հայաստանի մեր հարևան գարկմի երկիրներ, չսելով Ադրբեջան, չունենալով մեզի պես շատին մշակույթ եւ արվեստ, այսօր դուդուկը, կոչարին, եւ այլն։ Մենք ունենք սերկերնից տարերես իվեր մեր հետ եղած մշակույթի եւ արվեստի արուստությունը, բայց չեն կնար կորզածել ասիկա։ Համաժողովը նաև այս արժեքները կրելուն է միտված արդյունքները գոհացնում են կազմակերպիչներին։ Եվ երեք աշխատեցանք տարբեր երկրներով եկած հայեր, կինոյի մասնակիցներ, սորվեցան միասին աշխատելը, շնորհիվ այս կազմակերպության։ Հիմա ինչ պիտի ունենք, ասիկա վերջնականությունը չէ, սկզբնականությունն է մեր աշխատանքը։ Այս վարչության մեջը բոլոր մշակույթի եւ արվեստի ոլորտները գոյություն պիտի ունենան իբր իրենց մասնակցությունը այս ոլորտներու շուրջը աշխատել եւ այս ոլորտները զարգացնել։ Բոլոր աշխատանքը ասիկա է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Կիրկոր Աշտերխանյանի գլխավորությամբ ընդունել է հայ մշակույթի եւ արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամներին, որոնք ներկայացրել են իրենց ծրագրերն ու միջազգային համագործակցության հնարավորությունները։ Վարչապետը կարևորել է նախաձեռնությունը, որն ուղղված է հայկական մշակույթի ժամանակակից ներկայացմանը եւ միջազգային համագործակցության խորացմանը։ Շատ ուրախություն ունենք հայտարարելու, որ այսօր Հայաստանի պետությունը այս ծրագրին որչափ կարևորել է հասկացավ եւ ամենաբարձր մակարդակի վրա կքաչալեր է։ Մեզ համար շատ մեծ ուրախություն է, որովհետեւ Հայաստան չկա, սփյուռք չկա, Հայաստան չկա։ Իրարու հետ պետք է աշխատենք, իրարու հետ պետք է ապրենք եւ իրար պետք է զարգացնենք։ Համաժողովն իրականացնողները վստահ են, անկախ աշխարհագրությունից մշակույթն ու արվեստը միավորելու են հայ ժողովրդին, ստեղծելով համագործակցության նոր կամուրջներ Հայաստանի եւ Սփյուռքի միջև։ Տիգրան Հովակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։